Նախագահ, բարև ձեզ։ Այսօր գտնվում ենք Մեղրի քաղաքում, մեզնից մի քանի մետր հեռավորության վրա մեր բարեկամ երկիր Իրանի սահմանն է, եւ թույլ տվեք ինձ էլ հարց տալ թրիփից, այ դուք նկարագրեցիք երկու, այսպես ասած, ծայրահեղություն։ Մի կողմից թրիփը գրագետ օգտագործելու դեպքում կարող է մեզ օգուտներ բերել, մյուս պարագայում տարածաշրջանային լուրջ անվտանգություն մարտահրավերներ ստեղծել։ Այդ դեպքում մեր երկիրը ինչ քաղաքականություն պետք է վարի, որպեսզի եւ օգուտները չկորցնի, եւ վնասները, եթե հնարավոր է, նվազագույնին հասցնի։ Հիմա առաջերտին գնահատել ինչ ռիսկեր այստեղ կան։ Տարանջատել այդ ռիսկերը, ձևակերպել այդ ռիսկը եւ հետո տալ երկրորդ հարցը։ Այս ռիսկի չեզոքացման ճանապարհը ո՞րն է։ Շատ պարզ տրամաբանական շղթա է, որը յուրաքանչյուր երկրի ղեկավար կամ արտգործնախարարը, որը պետք է կիրառի իր ամեն քայլի ժամանակ։ Կրկնեմ, ինչ ռիսկեր այստեղ կան եւ եթե կան, ինչպես է հնարավոր այդ ռիսկերը չեզոքացնել։ Ռիսկերը կան, մենք խոսացինք այդ ռիսկերի մասին, չեզոքացնելու ճանապարհը եւ ես նկարագրեցի թե ո՞րն է։ Իրանի կողմին կոնկրետ քայլերով համոզել, որ սա չի ուղղված իրենց դեմ։ Ոչ թե հեռախոսով զանգել կամ գնալ ինչ-որ մի այցով ասել բաշուստա լավ անելու ամեն ինչ եւ այլ եւ այլ։ Չի անցնելու սա։ Սա չի անցնելու։ Կոնկրետ քայլը հետեւյալն է։ Միացյալ Նահանգները, եթե դա տրիպ է կոչվում, Միացյալ Նահանգները մենակ չպետք է լինեն։ Պետք է լինի նաեւ երկիր, որի նկատմամբ Իրանը ունի լիարժեք վստահություն։ Տարբերակ 1 ռիսկի չեզոքացման։ Տարբերակ 2 ճանապարհը մենք ենք կառուցում, ռիսկեր չենք առաջացնում, որի չեզոքացման համար պետք է մտածենք։ Սա Իրանի հետ այդ հատվածում։ Բայց տրիպ ունի մյուս կոմպոնենտը։ Պատկերացրեք, տրիպը սկսում է աշխատել Ղարսից երկաթուղի Թուրքիան երկաթուղի է կառուցում, միանում են եւ տարիներ անց ռիսկերը գալիս է Իրանի հետ հարաբերություններում, բայց երասիգիծը տենց էլ չի աշխատում։ Հետո ուրեմն մենք պետք է տեսնենք ինչպես ենք մենք կարող երաշխավորել մեր շահերի ներգրավում այդ ծրագրի մեջ։ Այսօր որևէ կերպ դա երաշխավորված չի։ Որևէ կերպ։ Ուրեմն երկու մասի ես բաժանեցի։ Մեկը ռիսկերի չեզոքացում, առաջարկը տվեցի, մյուսը իսկ մենք այստեղ որտեղ ենք։ Մենք այս գործում կանք, թե չկանք։ Մենք դիտորդ ենք, էլի, սենց նայելով ենք, թե երկաթուղին ոնց է գնում գալիս դեպի Թուրքիա։ Գնացքները։ Երևի այսքանը։ Նախագահ, այդ դեպքում թույլ տվեք մեկ ճշտող հարցել թրիփի մասով, այ գոլեգան ճիշտ նշեց, այդ ճանապարհը ամենատարբեր անվանումներն է ստացել, սկսած Զանգեզուրի միջանցքից մինչև թրիփի ճանապարհ։ Ի վերջո սա ինչ է, հա, եւ ով է սրա հիմնական, այսպես ասած, շահառուն, շահ ստացողը։ Գուցե այստեղ է հարցերի հիմնական հարցը։ Դրա համար ես սկզբից տվեցի ձևակերպում։ Սա Միացյալ Նահանգների ծրագիր է Հայաստանի տարածքում Թուրքիա եւ Ադրբեջանի համար։ Սա այն ձևակերպումն է, որը ամբողջությամբ ասես նկարագրում է, թե սա ինչ ծրագիր է։ Հաստատ մեզ համար չեն դա անում։ Հաստատ։ Ադրբեջանի շահը ակնհայտ երևում է դա կապը Նախճիվանի հետ եւ կապը Թուրքիայի հետ։ Հիմա Միջանցք է թե Միջանցք չի։ Ադրբեջանը բոլոր այսպես հայտարարություններում ամենից բարձր մակարդակով խոսում են Միջանցքի մասին։ Հայաստանը ասում է թե չէ, Միջանցք չէ։ Մինչ այսօր մեր փորձը ցույց է տալիս, որ սովորաբար ինչ ասում է Ադրբեջանը, ավելի ճիշտ է դուրս գալիս, քան ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Եվ երբ սկսում են back office, front office տեսնելու հայ մաքսավորի չի տեսնելու, սա արդեն նշանակում է, որ այստեղ խնդիր կա։ Եվ այդ խնդիրը փորձում են կամուֆլաժի տակ ինչ որ թաքցնել
հայ հասարակությունից։ Նպատակը սա, ես չեմ կասկածում, որ սա ունենալու է միջանցքի տրամաբանություն։ Կարող է ձևական ինչ-որ բաներ ալինելու, որը կարող են թմքարել այսպես այս կառավարությունը, որ սա միջանցք չի, սա սուվերեն, ինքնիշխան բառը երևի ամենից շատն է օգտագործում այսօրվա իշխանությունը, բայց ամենից շատ մեծ հարվածներն է հասցնել հենց ինքնիշխանությանը։ Սա է իմ պատկերացմամբ։ Եվ ամենից հետաքրքիրը գիտեք ինչն է, որ փորձել չի արվել վարչապետի կողմից Հայաստանի շահը ներգրավվել այս ծրագրի մեջ, չեն էլ փորձել։ Այսինքն ոնց որ են հրամանը որ կա է կնադի են որ ասում են ասենց։ Այդ տուզիկության այդ բանը ուղղակի ապշեցուցիչ է ինձ համար։